Սիրելի ընկերներ, Անտիֆեքի եթերում մենք շարունակում ենք հետևել մերձավոր արևելքում տեղի դրամատիկ իրադարձություններին, պատերազմի արդեն 1 ամիսն է լրացել, լայնածավալ պատերազմ, որի շրջանակներում կողմերը Միացյալ Նահանգներ, Իսրայել տանդեմը եւ Իրան Իսլամական Հանրապետությունը փոխադարձաբար ռմբակոծում են միմյանց տարածքը, ռազմաբազաները, ենթակառուցվածքները եւ որևէ նշան չկա, որ այս պատերազմը կավարտվի մոտ ապագայում։ Թեմայի վերաբերյալ ես շարունակում եմ իմ քննարկումները Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչկյանի հետ։ Ողջույն, պարոն Խաչկյան, եւ շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավիրելու համար։ Պարոն Խաչկյան, ես նշեցի, որ լրացավ պատերազմի 1 ամիսը եւ ի հեճուկս այն կանխատեսումների, որ դա կտևեր 1 օր, 2 օր, 4 օր, մենք տեսնում ենք, որ պատերազմը արդեն 1 ամսից ավել է շարունակվում է եւ եկեք փորձենք ամփոփել տեղի ունեցող զարգացումները այս պատերազմի 1 ամսվա համատեքստում ինչ ունեն կողմերը։ Հա, շատ լավ, ճիշտ էլ հիշում եք, սկզբից ասում են մի քանի օր Տրամպը հույս ուներ արագ բլիցկրիգի ձևով վախեցնել Իրանի ղեկավարությունը, ծնկի բերել, բայց Իրանի ղեկավարությունը ԿՊ-ի անդամ չի։ Նրանք միանգամից ամեն ինչ չեն հանձնում, հետո ասում են մենք բարձրանում ենք, որ մենք պարտվել ենք ու էլ պատերազմ չենք բերի։ Նրանք այդպես չեն։ Տրամպին չհաջողվեց կոտրել Իրանը, վախեցնել Իրանի ղեկավարությունը, չհաջողվեց արագ ձևով հասնել հաղթանակի։ Նա իհարկե ռազմական իմաստով առավելությունը իրենն է, չնայած Իրանը դեռ դիմադրում է, բայց նա ծանր քաղաքական պարտություն տարավ եւ ծանր տնտեսական պարտություն։ Իրանը եւ տնտեսական եւ քաղաքական առումով հաղթեց։ Հիմա ես դες կետերով ասեմ ամենակարևոր բաները, ինչ ուզեք, ասեք կխորանանք։ 2500 ծովայիներ հասել են արդեն Պարսից ծոցի ռեգիոն, նրանց հետևից գալիս են եւս մի քանի հազար զինվոր, 82-րդ դեսանտային դիվիզիան, 2 լրացուցիչ դիվիզիա, լրացուցիչ նավեր, դա բացարձակ բավարար չէ, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանա ինչ-որ զգալի ցամաքային պատերազմում ինչ-որ զգալի առավելություն հաստատի եւ ինչ-որ մի տարածք վերցնի Իրանից։ Եթե նրանք իսկապես փորձեն խարկ այդ կղզին գրավել եւ փորձեն ուժով բացել Հորմուզի նեղուցը, դա բերելու է հարյուրավոր, եթե ոչ հազարավոր, աստված չտա, զոհերի։ Դրանից հետո լինելու է կտրուկ էսկալացիա, այդ զորքերը շատ հեշտ թիրախ են դառնելու Իրանի համար, քանի որ նրանք նստած են լինելու այդ կղզու վրա, որը շատ հեշտ կարելի է ռմբակոծել։ Իրանը այնտեղ ունի եւ հրետանի օգտագործելու հնարավորությունը, եւ դրոններ, եւ հրթիռներ, եւ տորպեդաներ, այսինքն սկսվելու է ցամաքային պատերազմ, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր զոհեր են կրելու ամերիկացիները, այդ մարմինները ցավոք սրտի գալու են Միացյալ Նահանգներ եւ քաղաքական ճգնաժամը ել ավելի զարգանալու է։ Օրինակ 3 ամբողջ Միացյալ Նահանգների տարածքում մոտ 3000 քաղաքում մոտ 8 միլիոն մարդ, 8 միլիոն ամերիկացի դուրս են եկել բողոքելու այսպես կոչված no kings, այսինքն առանց թագավորների իրենց այդ բողոքի ակցիաներում են մասնակցել, այնտեղ ել էր մեր շատ սիրելի Ռոբերտ Դե Նիրոն, Ջեյն Ֆոնդան, անգամ Բրյուս Սպրինգստինը, որը դուք երևի չեք հիշում, եւ Բերնի Սենդերսը, որոնք ասել են, որ սա ավազակային պատերազմ է, Տրամպը ամենակոռումպացված ղեկավարն է Միացյալ Նահանգների, սա պետք է կանգնեցնել։ Կարծում եմ, որ այո, մեծ հնարավորություն կա եւ ես դա կողջունեի դեպ այս մարդուն հեռացնելու, իմպիչմենտի ենթարկելու եւ նա պարտվելու ընտրություններում։ Ինչ վերաբերվում է տնտեսական, մինչև անցնել է դրան, Իրաքում ջիհադ է հայտարարվել, պրոիրանական շիա խմբերը ջիհադ են հայտարարել եւ պատրաստ են միանալ Իրանին, այսինքն տարածվում է Իրաք։ Հարավային Լիբանանում Իսրայելը գրավել է Լիտանի գետից հարավ գտնվող տարածքները, ոչնչացրել է կամուրջները, Հիզբոլլայի հետ պատերազմ է գնում հարավային Լիբանանում, ասենք արդեն սա որ երրորդ երկիրն է, Իսրայել, Պաղեստին, Իրան, Իրաք, հիմա էլ Լիբանան, հիմա էլ Եմենը։ Եմենը հայտարարեց, որ միանալու է պատերազմին եւ փակելու է Կարմիր ծովի այդ տանող այդ կոմունիկացիաները։ Սա հզոր էսկալացիա է, արդեն այո կարելի ասել ամբողջ ռեգիոնով տարածվում է այս հրդեհը։ Տնտեսական իմաստով նավթի, գազի գինը գնալով աճում է,
ամերիկացիները շատ դժգոհ են, ասիական շատ երկրներում արդեն պակաս է զգացվում բենզինի, նավթի, որոշ երկրներում արդեն խնդրում են մարդկանց բարբերաբար մեքենա չվարել, որոշ ԱԳԼՃԿ-ները փակված են, կեսը Թայլանդում կեսը արդեն փակել են, բորսաները ամբողջ աշխարհում ընկնում են, դուք տեսաք մի քանի օր առաջ ինչ եղավ Dow Jones-ի հետ եւ S&P 500 կասեմ ինդեքսը նույնպես փլուզվեց եւ նույն չափով փլուզվեց ինչպես COVID-ի ժամանակ։ Այսինքն ամբողջ աշխարհը պատանդ է դարել այս պատերազմի, քաղաքական եւ տնտեսական ճնշումը աճում է Տրամփի վրա։ Ինքը ասում է, որ Իրանը բանակցում է իր հետ, Իրանը դա հերկում է, ասում է ոչ, ուղղակի ինչ որ մեսեջներ ենք, հաղորդումներ ենք փոխանակում, բանակցություններ չկան։ Թուրքիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի ղեկավարները Պակիստանում ժողով են անցկացնում, որպեսզի որոշեն, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից։ Միացյալ Նահանգները ընկել է ճահիճի մեջ, սա փակուղի է եւ փորձում է ճանապարհ գտնել ինչ որ ձևով դուրս գալ։ Իմ կարծիքով դա կլինի բացարձակ խելագարություն, եթե նրանք փորձեն ցամաքային պատերազմ վարել Իրանի դեմ, Իրանի բանակը 1 միլիոնից ավելի զինվոր ունի եւ մոբիլիզացիոն ռեսուրսը հսկայական է։ Մի քանի հազար հետևայիններ, ծովայիններ ոչ մի բան անել չեն կարող, իսկ մոբիլիզացիա սկսել Միացյալ Նահանգներում դա ուղղակի անհնար է պատկերացնել, այն էլ երբ 8 միլիոն մարդ դուրս է գալիս փողոց բողոքելու։ Նրանք մեր պես չեն։ Նրանք որ տեսնում են իրենց երկիրը կործանվում, նրանք դուրս են գալիս փողոց։ Մենք գնում ենք հաց ուտելու։ Այսինքն դա անհնար է։ Բայց եթե նա փորձի ցամաքային պատերազմ վարել, դա տանելու է Միացյալ Նահանգները դեպի Իրաքի պատերազմ, որը տևեց 8 տարի, 4.500 ամերիկացի զոհվեց, եւ Աֆղանիստանի պատերազմը տևեց 20 տարի եւ 2.500 ամերիկացի զոհվեց, եւ ի վերջո իմ կարծիքով ուղղակի փոխվելու է ղեկավարությունը, Տրամփին կամ իմպիչմենտով են փոխելու, կամ նա մի քանի տարի հետո գնալու է։ Կարծում եմ, որ իմպիչմենտը շատ հավանական է, որից հետո նոր նախագահ կգա եւ կասի սա իմ պատերազմը չէ, ինչպես ասեց Օբաման եւ դուրս եկավ Իրաքից եւ Աֆղանիստանից կարծեմ, եւ ինչպես ասեց Նիքսոնը եւ դուրս եկավ Վիետնամից։ Պարոն Խաչկյան, տեսեք, Թրամփը այսօր նորից սպառնաց Իրանի Իսլամական Հանրապետությանը հերթական անգամ նշել է, որ եթե գործարք չլինի, ապա էներգետիկ համակարգին անդառնալի հարվածներ կհասվեն։ Մենք տեսնում ենք, որ Դոնալդ Թրամփը սպառնում է դեռ, բայց որքանով է ռեալ գնահատում հարվածի հավանականությունը, այդ ուժգին հարվածի հավանականությունը, որի մասին նրանք պարբերաբար խոսում են։ Սա բլեֆ է, իր սպառնալիքներին այլևս որևէ մեկը չի հավատում, այո, նա կարող է ռմբակոծել, հարվածել, հարձակվել, բայց ասել եմ, Իրանի ղեկավարությունը քպայական չի, նրանք չեն վախենում, չեն փախնում, ամեն ինչ չեն հանձնում։ Նրանք դիմադրելու են եւ Իրանը զգուշացրել է, որ եթե հարձակում լինի նավթային ինֆրաստրուկտուրայի, էներգետիկ ինֆրաստրուկտուրայի վրա, նրանք հարձակվել են, նույն հարձակումը կատարելու են ծոցի այդ պետությունների ջրի վերամշակման եւ նավթային օբյեկտների վրա, էներգետիկայի օբյեկտների վրա։ Սա նշանակելու է, որ ել ավելի է խորանալու ճգնաժամը, աշխարհը գնում է դեպի մեծ կրիզիս, մեծ ճգնաժամ, առնվազն ռեցեսիա, եթե ոչ մեծ դեպրեսիա, որը եղել էր 1929 թվականին, երբ ամերիկացիների կեսը գործազուրկ էին։ Դա շատ մեծ եւ շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ։ Եթե Տրամփը գնա այս քայլերի, նշանակում է, որ տնտեսական հետևանքները ել ավելի ծանր են լինելու։ Նա չի կարող սա անել։ Նա փորձում է իր բառերով հանգստացնել շուկաները։ Դուք տեսեք, երբ որ նա ասեց, դե գուցե բանակցություններ լինեն, գուցե լինեն, մենք խոսենք Իրանի հետ եւ այլն, միանգամից նավթի գինը ընկավ։ Այսինքն նա փորձում է հանգստացնել շուկաները, բայց իր այս սպառնալիքները չեմ կարծում, որ նա կարող է կատարել, քանի որ սա նշանակում է ել ավելի խորացող ճգնաժամ։ Եվ այն մարդիկ, ովքեր ցավոք սրտի իրան հավատացին, ինչպես մենք հավատացինք 18 թվին, երբ որ նա խոստանում էր, որ այլևս no more forever wars, այսինքն մշտակ այս ընդմիշտ պատերազմ անելը մենք կդադարենք այդ պատերազմները, որը շարունակվում են անվերջ, մենք կկասեցնենք։ Դա էլ էր սուտ, դուք տեսաք ձեր աչքի առջև։ Իսկ մեր դեպքում խաղաղության տեղը ուղղակի կապիտուլյացիա ստորագրել տվեց։ Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարություն է տարածել, որ հաշվի առնելով Թեհրանից հնչող սպառնալիքները, որոնց համաձայն կթիրախավորվեն տարածաշրջանի երկրների ամերիկյան համալսարանները,
հաստատությունը առցանց ռեժիմով է անցկացնելու կրթական ծրագիրը, գոնե այսօր։ Հիմա այս հայտարարությունը ինչ է նշանակում եւ արդյոք Հայաստանը ոչ ուղղակիորեն սպառնալիքի տակ է գտնվում։ Ես չեմ կարծում, որ Իրանի ղեկավարությունը հարված կհասցներ համալսարանին Երևանում գտնվող համալսարանին, մենք այդպիսի հարաբերություններ չունենք կամ չպետք է ունենանք, չնայած իհարկե նրանք կարող են մեզ հարց տալ, մեր երեխաները, որ մահանում են 165-10 տարեկան աղջիկ ենք մենք թաղում, ձեր ղեկավարը բառաբան է նվագում Թիֆլիսում, մենք դա ոնց հասկանանք։ Դա ձեր երկրի ղեկավարն է անում, երբ որ մեր մոտ սուք է, երբ որ մեր ղեկավարին սպանում են, անգամ ցավակցություն չեք հայտնում։ Նրանք ես իրանց տեղ լինեի կհարցնեի, բայց նրանք լուրջ մարդ են, սոլիդ մարդ են, ես չեմ կարծում, որ նրանք կհարցակվեն համալսարանի վրա, բայց եթե այս խմբին հաջողվեր սկսել տրիպիկ այդ կառուցումը, այսինքն Զանգեզուրի միջանցքը ուրիշ անունով, եթե այնտեղ լիներ ամերիկյան ինչ-որ վերահսկողության օբյեկտ Իրանի սահմանի վրա, ոչ մի կասկած չունենաք, որ հենց առաջի օրերի ընթացքում մի քանի հատ դրոն եւ հրթիռ անպայման կայցելեին մեր տարածք։ Ինչպես ընկան Նախիջևանում, բայց ասում են դա Իրանինը չէր։ Այսինքն մեր սխալ քաղաքականության հետևանքով մենք կարող ենք այո ներքաշվել այս պատերազմի մեջ, շատ լավ է, որ մենք չհասցրեցինք, այս խումբը չհասցրեց այդ Զանգեզուրի միջանցքը, որը նրանք կոչում են կամ տրիպ կամ լունապարկ, ես չգիտեմ ինչ են կոչում, չհասցրեցին դա կառուցել, որ մեր վրա Իրանը չհարձակվեր։ Բայց մենք պետք է հասկանանք, որ կա փախստականների ռիսկ, այնտեղ արդեն 3 միլիոնից ավել փախստականներ են, եթե սկսից համակային պատերազմ այդ թիվը աճելու է, սկսվելու է ահաբեկչական գործողություններ եւ ռեգիոնում եւ ամբողջ աշխարհում, սկսելու է ոչ կանոնավոր պատերազմ եւ փախստականների թիվը կարող է կտրուկ աճել։ Եվ վերջինը մի բան էլ ասեմ, որ մենք տեսնում ենք արդեն որոշ նշաններ, ակնարկներ, երկու կողմից ակնարկներ են արվում, որ կարող է նաև միջուկային զենք օգտագործվի։ Ըստ Տեդ Պոստոլի, որը MIT ամենահայտնի տեխնիկական գիտական համալսարանի Միացյալ Նահանգների, Massachusetts Institute of Technology պրոֆեսորը, նա ասում է, որ Իրանը արդեն ունի հնարավորություն պատասխանել միջուկային հարվածի Իսրայելի կողմից, ասում են, որ նա ունի մոտ, ասում են 400-450 կիլոգրամ հարստացված ուրան, որից կարող է ստանալ 10-ից 11 գլխիկ։ Նա կարող է պատասխանել։ Իսրայելն էլ ունի, ասենք 200-300, որ ճշգրիտ թվերը ոչ ոք չունի, բայց այդպիսի հնարավորություն ունի։ Եվ մենք տեսանք, որ փոխադարձ հարվածներ հասցվեցին միջուկային ռեակտորների կողքը, ոչ թե հենց ռեակտորին, այլ կողքը։ Կարծեմ Բուշերում շատ մոտիկ էր, ասում են 200 մետր ես կարդացել եմ ռեակտորից։ Սա ինչ է նշանակում։ Երկու պետություններ ակնարկում են միմյանց մեսեջ են ուղարկում, որ կարող ենք նաև ռեակտորին խփել, որից հետո մենք կստանանք Չեռնոբիլ։ Իսկ եթե դուք ուզում եք իմանալ Չեռնոբիլ ինչ էր, ես դա շատ լավ հիշում եմ, կարող եք ինտերնետով նայել։ 1955-ներ թե 56-ներ։ Կարող եք նայել, թե դա ինչով կարող է վերջանալ։ 86, այո, դե տեսեք ինչով կարող է դա վերջանալ։ Պարոն Խաչիկյան, Միացյալ Նահանգները շարունակաբար խոսում են այսպես կոչված բանակցությունների մասին, որ իբրև թե կան որոշակի բանակցություններ, բայց իրանական կողմը հերքում է եւ նախանշվում էր, որ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում պետք է տեղի ունենա կողմերի հանդիպում եւ բանակցություն, սակայն դա տեղի չունեցավ։ Որքանով է հավանական համարում այս փուլում բանակցությունները։ Տրամպին ավելի շատ է պետք հիմա այդ բանակցությունները, քան Իրանին։ Տրամպը ուզում է հանգստացնել շուկաները եւ տպավորեցի, որ նա հաղթում է, նա չի հաղթում, նա պարտվում է։ Իրանը մերժել է բանակցությունների հնարավորությունը։ Արաքսին ասել է միայն, որ Արաքսին ներողություն, ասել է, որ մենք միայն փոխանակում ենք մեսեջներ, հաղորդագրություններ ենք փոխանակում Իրանի միջոցով, չնայած բարբերաբար ասում են, որ կլինեն բանակցություններ։ Իրանը առաջ է քաշել իր պայմանները։ Առաջինը նրանք ուզում են Հորմուզում սկսել վճարումներ վերցնել այդ բոլոր տանկերներից, որոնք Հորմուզով անցնում են։ Եվ օրինակը բերում են օրինակ Բոսֆորը, որտեղ Թուրքիան պահանջում է, որ նավերը վճարեն, կամ Սուեզի կանալը։ Իրանն էլ է դա ուզում անել։ Պահանջում են, որ ամերիկյան բազաները փակվեն իրենց այդ շրջակայքում, այդ պետություններում եւ իդեպ 13 բազայից արդեն դուրս են բերվել ամերիկացիները։ Այս ռմբակոծությունների պատճառով միայն Էրբիլում են մնացել հյուսային Իրաքում։ Պահանջում են, որ իրենց տրվի երաշխիք, որ այսպիսի հարձակում այլևս չի կրկնվի։
պահանջում են, որ նրանք կարողանան շարունակել իրենց միջուկային ծրագիրը որոշ սահմանափակումներով եւ կոմպենսացիա են պահանջում վճարումներ այս պատերազմի այս հարձակման համար։ Եվ մի ուրիշ բան, Իրանում արդեն ձայներ են լսվում ղեկավարներից մեկը անունը մոռացել եմ այսօր կարդացի։ Արդեն առաջարկում է, որ Իրանը դուրս գա միջուկային զենքի տարածման պայմանագրից, այսինքն Իրանը ձեռք բերի միջուկային զենք, ինչպես մենք ձեր մոտ մի քանի շաբաթ ասում էինք, որ վաղ թե շուտ նրանք կհասկանան, որ պետք է ուղղակի միջուկային ռումբ ձեռք բերեն։ Դրանից հետո դա միանգամից տարածվելու է Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Եգիպտոս եւ ամբողջ ռեգիոնում տարածվելու է միջուկային զենք։ Եվ դրա մասին գրում է նաեւ Bloomberg-ը, որ սա պարունակում է միջուկային զենքի տարածման վտանգ։ Այսինքն տեսեք մեր շուրջը ինչա կատարվում, ուր ենք մենք, սա միջազգային խոշոր միջազգային կոնֆլիկտ է, կարելի ասել համաշխարհային պատերազմ, եթե նայել մեր ռեգիոնի վրա։ Միջուկային էսկալացիայի հնարավորություն, փախստականների հնարավորություն, իսկ մենք զբաղված ենք եկեղեցի մտնելով, ախրաննիկներով, շատ եվրոպական կադրեր տեսանք, մարդկանց սադրելով, հետո վախկոտի պես մի կողմ քաշվելով, որ ոստիկանությունը այդ տղաներին ձերբակալի։ Ուղղակի զզվանքով է նայում։ Պրոֆեսոր Ջեֆրի Սաքսն էր խոսել երրորդ համաշխարհայինի վտանգի մասին եւ կարծես թե իրադարձությունները իրապես զարգանում են ամենավատ սցենարով, որովհետեւ կոնֆլիկտի վերջը չի երևում եւ անգամ արևմտյան տեսաբանները, որոնք մասնագիտացած են մերձավոր արևելքի հարցում, այս կամ այն թեժ տարածաշրջանների հարցում իրենք պատկերացում չունեն, թե այս ամենը ինչով կվերջանա, որովհետև որը մեկը չի հասկանում, թե Թրամփի խելքին ինչ կփչի։ Թրամփը իսկապես իրան պահում է որպես ոչ ռացիոնալ մարդ։ Նա ռացիոնալ մարդու պես չի խոսում։ Նա ինչ որ կիսախելագար բաներ է ասում, ինձ շատ հիշեցնում է մի ուրիշ երկրի ղեկավարին, այսա հիշեցնում, մոռացա։ Հա, շատ հիշեցնում է, անընդհատ ինչ որ բաներ է դուրս տալիս եւ իր թիմը, նրանք երեխաների պես են խոսում, անչափահասների պես։ Այդ Պիտ Հեքսետը, որը խաչակիրների խաչ ունի իր տատուիրովկա ունի իր մարմնի վրա, տենց մուչո մաչո տղա է, բայց նա խոսում է որպես 14 տարեկան տղա, ոնց որ կոմպյուտերային խաղ խաղա։ Ամեն օր գովում է, թե ինչքան մարդ են սպանել, իրանց զենքը ինչ առավելություններ ունի եւ այլն եւ այլն։ Նա լուրջ մարդ չէ, ես ինձ երբեք չեմ համեմատի իմ շատ սիրելի ավակ գործընկեր Ջեֆրի Սաքսի հետ, բայց ես տարիներով, ասենք առնվազն 5 տարի առաջ, 7 տարի առաջ ասել ենք, մենք գնում ենք դեպի 1938 թիվ։ Քանի անգամ եմ ասել, մենք սա 30-ական թվականներն են, 1930-ական թվականներ։ Մենք գնում ենք դեպի համաշխարհային պատերազմ։ Հիմա, քանի որ այդ բառերը բոլորը օգտագործում են, դա ինչա նշանակում կոնկրետ։ Համաշխարհային պատերազմ նշանակում է, որ գերտերություններից բոլորը կամ գոնե մեծ մասը ներքաշվել են այդ պատերազմի մեջ եւ մի քանի ռեգիոնում է տեղի ունենում։ Գերտերությունները որոնք են։ Միացյալ Նահանգներ, ասենք Եվրոպա, Ռուսաստան, Չինաստան, ասենք Հնդկաստան, ասենք։ Այդ պետություններից արդեն բոլորը, բացի Չինաստանից, ներքներ են քաշվել ռազմական գործողություններում եւ այդ գործողությունները տեղի են ունենում եւ Արևելյան Եվրոպայում խոշորագույն կոնֆլիկտ Ուկրաինայում արդեն 1.5 միլիոնից զոհերի թիվը անցել է, որը սարսափելի է անգամ պատկերացնել։ Այսինքն ունենք արդեն Ուկրաինան եւ ունենք արդեն Միջին Արևելք, այսինքն երկու ռեգիոն։ Մնաց մենակ որ Չինաստանը այնտեղից ինչ որ գրմռոցներ են գալիս Ճապոնիայի վերաբերյալ, Ճապոնիան ուզում է վերազինվի, Չինաստանի ներկայացուցիչը ասել է, որ հաշվի առնելով մեր պատմությունը մենք կոչնչացնենք Ճապոնիան, եթե նա փորձի վերականգնի ռազմական ուժերը այն մակարդակով, որ մեզ վտանգ ներկայացնի։ Եթե Աստված չտա Չինաստանն էլ ներքաշվի, սա արդեն կլասիկ, ինչպես մեր մոտ ասում են, կլասիկ համաշխարհային պատերազմ է, բայց ուղղակիորեն գերտերությունները կարող է չբախվեն, քանի որ ունեն միջուկային զենք եւ դեռ չեն խելագարվել, որ միջուկային պատերազմ սկսեն։ Նրանք երևի դա անելու են պրոքսի ձևով, այսինքն գերտերությունները տարբեր ռեգիոններում, պերիֆերիկ ռեգիոններում ուղղակի երկու կողմից ուրիշ երկրների ձեռքերով, ուրիշ երկրների տարածքում պատերազմ են վարելու։ Օրինակ Կովկասում, օրինակ մեր մոտ։ Մանավանդ որ մենք ունենք մի կառավարություն, որը մերը չի, դա Ադրբեջանի ներկայությունն է Հայաստանում, որը բոլոր հարցերով ենթարկվում է։ Ինչ ասում են անում։ Եվ սա մեծ վտանգ է, որովհետև Միջին Արևելքից հետո կարող է պայթել Կովկասը։
Պարոն Խաչկյան, դուք նշեցիք, որ այս դժվարին իրավիճակում Հայաստանի իշխանությունները զբաղված են ամեն ինչով բացի երկիրը կառավարելուց, երեք մենք տեսանք, որ ազգակործան պատուասը հերթական սկանդալի կենտրոնում հայտնվեց, իր շքախմբով ներխուժեց Սուրբ Աննա եկեղեցի, ըստ էության սադրեց հավաքված մարդկանց եւ երիտասարդների բերման ենթարկեցին ոստիկանության բաժին։ Սա ինչի մասին է խոսում։ Մենք տեսնում ենք, որ Երևանում ի հեճուկս Փաշինյանական ռեժիմի քարոզչության քաղաքացիները այլևս չեն վախենում եւ բացայբաց ասում են իրենց մտածածը Փաշինյանի մասին հենց իր դեմը։ Մենք տեսնում ենք, որ նա մերժվում է եկեղեցիներում, մետրոներում, խանութներում, բակերում եւ կարծես թե իշխանությունները լրջագույն խնդիրներ ունեն քարոզչական դաշտում։ Դե այո, իզուր չէ, որ ռեյտինգը ընկել է մինչև 20%, այն տարիներին, որ նա նոր էր մեզ խափում, 18 թվականին 70 էր, թե 72 էր։ Հիմա արդեն 20-ա դարել, այսինքն պարզ է, 3 անգամ ընկել է։ Այո, նա տեսնում է, որ մարդիկ վաղուց հասկացել են, որ բոլոր հարցերով նա մեզ խափեց, պատերազմ բերեց։ Տեսնում է, որ երևի չի շահելու այս ընտրությունները, դրա համար վախեցած է, դրա համար վազվզում է մարդկանց սադրում է։ Ուզում է տեսնել, որտեղ կարող է կոտրել ժողովրդի դիմադրությունը, բայց ես Պարծենում եմ այն մարդկանցով, ովքեր չեն վախենում իր աչքին ասեն, թե նա ինչ արեց մեզ հետ, որտեղ մեր ամեն օրը հարամվում է, ամեն առավոտ զարթնում ես, այդ խելագարին տեսնում ես, էլ ինչ որ նոր գժություն է անում, դու խայտարակության մեջ ես ուղղակի, ամեն օր խայտարակվում ես, ամաչում ես, որ սենց բան է կատարվում մեր երկրում։ Եթե ինչ որ քարանձավում սենց բան լիներ, ինչ որ կալխոզում, ինչ որ Չնայած կալխոզին չեմ ես վիրավորում կալխոզի անդամներին, ասենք ինչ որ վայրենի, ինչ որ կղզի լիներ, ինչ որ տրոպիկալ ինչ որ երկրում, որտեղ այսպիսի բան անեին, որտեղ մարդակերներ են ապրում, ես չէի զարմանա, բայց որ դա կատարվում է մեր Հայաստանում, ինձ անհնար է դա հավատալ, որ այսպիսի բան է կատարվում։ Նախ հետաքրիր է, իր անընդհատ ասելու եմ, չեմ հոգնելու, իր այդ այսպես կոչված մեր ազգային ռազմբիրատի նախագահը որ նա մարդու երեսին թքում է Երևանի կենտրոնում, այդ ոստիկան չկար, հա երևի Երևանում այդ օրը։ Իրան բանտարկել պետք չի, քրեական մեղադրանք պետք չի, դա խուլիգանություն չի։ Իսկ որ երկու տղա փորձում են պաշտպանել իրենց երկիրը այս պղծությունից, դա խուլիգանություն է։ Տեսեք ոնց է աշխատում մեր մոտ արդարադատությունը։ Կամ երբ մեր շատ սիրելի ընկերները Նարեկը եւ Վազգենը պատասխանում են իր վիրավորանքին, իրան ձեռ չեն տալիս, բայց իրանց ձերբակալում են։ Տեսեք ինչպես է միակողմանի բռնապետական արդարադատությունը աշխատում։ Նա ակնհայտ տեսնում է, որ ժողովուրդը զզվել է, ժողովուրդը վաղուց տեսել է, թե նա ոնց է մեզ բոլորիս խաբել եւ ինչ դժբախտություն բերեց մեր գլխին։ Նա տեսնում է, որ իր աղանդի անդամներով, անգամ եթե նա մանա գալիս իր այդ մարդկանցով, քիչ են, երևում է, որ շատ քիչ են։ Եթե մի ուրիշ հարց, դուք որևէ երկրում, եվրոպական, ամերիկյան կամ աֆրիկյան, լատին ամերիկայում, Ավստրալիայի աբորիգենների մոտ դուք տեսել եք, որ երկրի ղեկավարը թիկնապահներով այդ բանակով մտնի եկեղեցի։ Այդ այսպիսի օր, երբ որ եկեղեցական տոն է, մարդիկ այնտեղ հավաքվել են, բանակով մտնում է եկեղեցի, ինչու է դա անում։ Պարզ չի, որ ուզում է սադրել։ Ուզում է, որ ինչ որ մեկը ինչ որ բան ասի, հետո վախկոտի պես փախնի, ոստիկանությունը վազելով գա այդ տղաներին տանի։ Պարզ է, չէ, որ նա մարդկանց սադրում է, նա ուզում է կոտրել ժողովրդի դիմադրությունը, բայց չի ստացվում, որտեղ մարդիկ զզվել են։ Այո, ասենք 15% դեռ այդ գիպնոզի տակ են։ Ես մի կողմից իհարկե շատ հուսահատված եմ, բայց մյուս կողմից մարդկանց չես կարող մեղադրել, որովհետև անընդհատ աշխատում է այդ գիպնոզի մեքենան։ Հ1-ը միացրած է 24 ժամ մարդկանց պահում է գիպնոզի տակ։ Մենք չենք պարտվել, դա մեր մեղքը չէր։ Արցախը ինքը չի տվել։ Սերժ Սարգսյանն է տվել 10 տարի առաջ, դրել են սառնարանի մեջ, որ հետո 10 տարի հետո հանեն։ Ինքը մեզ խաղաղություն ա բերել, որովհետև 7 անգամ պատերազմ ա բերել պարտություն, խաղաղությունը դա է։ Երբ որ Իրանի վրա հարձակվում է Ամերիկան եւ Իսրայելը, դա Փաշինյանի այս մարդու անունն ասեցի։ Իր շնորհքն է, որ մեր վրա չի հարձակվել։ Այսինքն Իրանի հետ Ամերիկան կռիվ է անում եւ Իսրայելը։ Սրանք ուզում են աչոք հավաքեն, որ մեր հետ կռիվ չեն անում։ Բան էլի, ուղղակի գժանոց։
Եվ այդ մեքենան, այդ գիպնոզի մեքենան ամեն օր աշխատում, էլ չասեմ տասնյակ եւ տասնյակ ուրիշ կանալներով այդ ծախված գրանտակերները շարունակում են մեր ժողովուրդը այսպես կախարդել, գիպնոզի տակ պահել։ 18 թվին դուք պատկերացրեք 2018 թիվը, ամեն անգամ ասել եմ, պատկերացրեք 2018 թիվը, որ այս մարդը այդ սուտ Մոնտեի շորերով այդ իր այդ հերոսական այդ կարմիր սրտիկը բինտի վրա երբեք պատերազմ չի մասնակցել, ոնց որ ասում է Էդգար Ղազարյանը իմ շատ սիրելի, ապրիլի պատերազմին մայիսին էր գնացել մասնակցելու։ Այդ իր այդ սուտ այդ Մոնտեի կերպարը հիշեք 18 թվականի ու պատկերացրեք, որ նա այսպես մտներ եկեղեցի 18 թվականի այդ իր թավշյա սուտը։ Պատկերացրեք ժողովուրդը ինչպես կարձագանքեր իրան այն ժամանակ, որ նա մարդկանց ձերբակալի, ինչա թե իրան փորձել են դուրս հանել եկեղեցուց։ Մեր ղեկավարներից որևէ մեկը դա չէր անի։ Այդ Պապլավոկի պատմությունը դարձրեցիք Աստվածաշնչի ինչ որ բան, պատրվակ, դարավ Աստվածաշնչի մաս։ Արդեն 3-4 սերունդը դրա մասին խոսում է, որը իհարկե շատ սխալ էր, բայց սրա մասին ինչու չեք խոսում։ Այն ժամանակ մարդկանց են ձերբակալում են, եկեղեցի սենց մտնում են այն ժամանակ, կամ հղի կնոջը խիմորացած։ Հղի կնոջը երեխայի հետ սպանելը, որ բոլորը մոռացան, անգամ չկանգնեց։ Այնտեղ սրտիկներ է սուտ ցույց տալի։ Հղիկին է սպանում, տղաներին բանտարկում է, մտնում է մեր եկեղեցիները պղծում է։ Հիշեք 18 թիվը, տեսեք այս մարդը ոնց մեզ խաբեց, այդ իր դիմակը ոնց ընկավ։ Որն է ելքը, պարոն Խաչիկյան։ Ելքը դե որոշ դրական բաներ կան, մեր շատ սիրելի ընդդիմությունը որոշ ճիշտ քայլեր անում է, ինձ միշտ ասում են միշտ քննադատում եք։ Ճիշտ քայլեր անում են, օրինակ, հիմա սկսել են համախմբվել պարոն Կարապետյանի շուրջ։ Տարբեր ուժեր, որոնք ունեն 1.5%, 2% չեն անցնել ուշեմը, նրանք չեն փոշիացնում ձայները, միանում են պարոն Կարապետյանին, դա շատ լավ է, շատ ողջունելի է։ Տեսնենք, հենց որ նա տեսնի, որ Կարապետյանի ռեյտինգները բարձրանում է, կասի 20 տարի առաջ պետքա գնար պլոմբա դներ, բան, ատամնաբուժի մոտ չարեց, պետքա իրան բանտարկենք մեկ անգամ եւս կամ իր կուսակցությունը փակենք, կամ ինչ որ մեղադրանք կմտածի, Եվրոպայից բանա բերում, թիմա բերում, իր ժողովրդի վրա տղայա բերում։ Մենք տենց անում ենք փոքր վախտ դպրոցում, դա էլ շատ տգեղ էր, ես կարծում եմ դա ճիշտ չի։ Հիմա իր երկրի վրա բանա բերում, թիմա բերում Եվրոպայից, որ անպայման ինքը ընտրվի։ Համոզված եմ, որ կազմակերպվում են արդեն ցուցակներ։ Մարդկանց ցուցակներ, WhatsApp-ով խմբեր են ստեղծվում, SMS խմբեր են ստեղծվում, իրար հուշելու են, անպայման կգաք, սենց կքվեարկեք, կնկարեք ձեր քվեաթերթիկը, երևի դա էլ կփորձեն, ամեն ինչ էլ կփորձեն, որպեսզի կեղծեն ընտրությունները։ Պարզ է, որ նրանք վախեցած են եւ մեր ժողովրդի միակ ձևը այս խայտարակությունը կանգնացնել եւ Հայաստան փրկելը դա ընտրություններին գնալն է, անտարբեր մի մնացեք։ Մարդկանց համոզում են, որ դա միտք չունի, որ նա մեկ է հաղթելու է։ Դա ասում են այն մարդիկ, ովքեր ուզում են, որ նա հաղթի։ Մարդիկ պետք է գնան, ում ուզում են ընտրեն, անգամ եթե ԿՊ-ից ինչ որ ուրիշ խումբ լինի, որը այս խելագարը չղեկավարի, թող դա էլ լինի։ Ում ուզում եք ընտրեք։ Մենակ այս դժբախտությունից պետքա պրծնել, եթե մենք ուզում ենք փրկենք Հայաստանը։ Եթե դուք մնաք տանը եւ էլի անտարբեր մնաք, ասենք մենք քաղաքականությունով չենք զբաղվի, այդ նույն տանկերով կամ մեքենաներով, որոնցով մտան Ստեփանագերտ, Մարդակերտ, Ասկերան եւ Հադրութ, այդ նույն մեքենաները, որը հիմա շուտով մտնելու են եւ Մեղրի, դա արդեն լուծված հարց է, դրանից հետո մտնելու են Երևան ձեր բնակարանը եւ ասել են այստեղ ապրում է մեր պապիկը, հիմա դուրս եկեք ստեղից։ Հետո այս խմբի ներկայացուցիչները կասեն, այո, Երևանում ապրում են ադրբեջանցիները, Երևան անունը էլ չասեք, Երևանը կոչվում էր Իրիվան, այդ մեր մեղքը չի, այդ նախկիններն են հանձնել 120 տարի առաջ մի բան կմտածեն։ Ու գործը կհասնի Հայաստանի վաղճանին։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի ընկերներ, իմ հյուրն էր Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։ Մնացեք Անտիֆեքի եթերում, կհանդիպենք հաջորդ շաբաթ։